գիտեմ։ Եթե իմ աղջիկը իրանից հղի է, ինքը պարտավոր է գա ու քո հետ ամուսնանա։ Եղավ։ Պապ, բայց ինքը ամուսնացած է։ Աղջիկ ջան, դու առաջի կուրսի ուսանողուհի ես, քո ինչ տարիքն է հղիանալու։ Դու գիտես, որ այդ տարիքում հղիանալը շատ վտանգավոր առողջության համար։ Դու ամուսնացած տղու հետ ես կապվել է։ Ամբողջ աշխարհով խայտարակ եղանք։ Գոնե մեր մասին այդ պահին մտածում էիր։ Ես մարդկանց աչքերի մեջ ոնց պետք է նայեմ հիմա։ Պապ, բայց ինքը հեսա հենց այդ թեմայով գալիս է ձեր հետ խոսա։ Պետք չի որ ինքը գա։ Ես ոչ մեկ պետք չի։ Այսով է։ Ինքն է։ Այս իր ավտոն, հա։ Այս սևը։ Ես իր այդ խոսալու բան չունեմ։ Ախր ինչի համար ես կանչել։ Ինչ պիտի խոսենք ամուսնացած տղամարդու հետ։ Դե մամ ջան, տղեն ուզում է ձեր հետ խոսա։ Բարև ձեզ։ Բարև։ Կարելի է։ Համեցեք նստեք։ Մամ ջան, ծանոթացի սա Արտակն է։ Շատ հաճելի է։ Արտակ սա մամաս է։ Ահա որ շատ հաճելի է տղա ջան։ Քանի որ խոսքը վերաբերում է ձեր աղջկան, ես կուզենայի, որ ձեր ամուսինը ներկա լիներ։ Սամսոն, արի։ Բարև։ Ես ծանոթ եմ իրավիճակին, գիտեմ, որ ձեր աղջիկը երեխա է սպասում և ես հանդիսանում եմ այդ երեխայի հայրը։ Ուզում եմ հենց սկզբից ասել, որ քանի որ ես ամուսնացած եմ, ձեր աղջիկա այդ ամուսնանալու մասին խոս գնալ չի կարող, բայց այդ ծնված երեխային ես սկզբից մինչև վերջ տեր եմ կանգնում և կապող է նրան ամեն ինչով, խոսքս նրա մասին է, եթե տղա ծնվի, ես կնվիրեմ իրան իմ գործարաններից մեկը, ավտոսալոնը և Փարիզում շենք ունեմ, կապույտ, բնականաբար մինչև երեխայի չափած դառնալը այդ ամեն ինչը ավտոսալոնը, գործանը դուք տիրություն կանեք, հոպար ջան։ Հենց որ արդեն չափած դառավ, այդ ամեն ինչը կփոխանցվի երեխային։ Եթե աղջիկ ծնվեց, ես կնվիրեմ իրան իմ օծանելիքի խանութների ցանցը, Վարշավիրանոցների ցանց ունեմ նաև, դա էլ կնվիրեմ և Փարիզում նույնպես շենք ունեմ, Ռոզովի, դա կնվիրեմ իրան։ Էլի մինչև չափած դառնալը դուք տիրություն կանեք, մորքու ջան։ Եվ երբ երեխան արդեն չափած դառնա, դա կփոխանցվի ամբողջը իրեն։ Այդքանը։ Իսկ եթե հղիությունը ընդհատվի ու ոչ մեկ չծնվի, այդ ժամանակ ինչ ենք անելու։ Ոչինչ։ Այդ ժամանակ իրար հետ մի հատ էլ կլնեք։ Սև աչքերը տխուր են, առանցին զարած քեզ